Ադրբեջանի պահը լուրջ է եւ ինչ-որ մի պահի կարող է հանկարծ կամ Իրանը որոշի պատժել Ալիևին։ Ես մտնեմ մի ժամ հետո իմ պալատի գլխին քիչնի բալիստիկ քրթի նախագահական պալատից գլխին, պաշտպանության նախարարության գլխին, օդանավակայանի, Բաքվի օդանավակայանի վրա եւ այլուր։ Իրանի համար արդեն իսկ թիրախ է հենց այն Բաքու-Ջեյհան նավթամուղը։ Միացյալ Նահանգների տիրապետած ռազմական ներուժը բավարար չէ Իրանի դեմ պատերազմում հասնել հաղթանակի։ Հայաստանին պետք չի որևէ ձևով այդտեղից ճանապարհը միացնի Թուրքիային եւ Ադրբեջանին եւ այնտեղ միջանցքային տրամաբանություն գործի։ Հայաստանում Իրանի բարեկամները կարող են չանհանգստանալ, Թրամփի անվան միջանցքը չի բացվի։ Իսկ Սյունիքի հիմա անվտանգության երաշխիքը երաշխավորը Իրանն է։ Այո, Իրանը բաց չի թողնելու իր ձեռքից Հորմուզի նեղուցը։ Խաղաղությունն է, բայց հայկական ամեն ինչը ոչնչացվում է։ Հայաստանի բնակչությունը, Սյունիքի բնակչությունը պակասել է, օրինակ իրեն։ Բարև դեսա Live Armenia YouTube-յան ալիքն է, եթե ուզում եք նպաստել մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը հատեցնում եք ձեր էկրաններին։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Մեր հյուրն այսօր քաղաքագիտության դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանն է, բարև եկել։ Բարև ձեզ։ Washington Post-ը պարոն Այվազյան ընդամենը ժամեր առաջ նշել է հետևյալը. Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պատերազմի։ Դուք եք այդպես կարծում։ Հիմա էլ պատերազմը, այսպես ասենք, շատ սահմանափակ, այսպես ծավալ չունի եւ օրեցօր ընդլայնվում է։ Ճիշտ է, չի հասել դեռ նախորդ 39-օրյա պատերազմի այսպես ամբողջ այդ ընդգրկումը ձեռք չի բերել, որովհետև դեռևս չեն ռմբակոծվում Իրանի կենտրոնական մասերը, մայրաքաղաքը, Թեհրանը, Սպահանը, մյուս մասերը, բայց երեք արդեն հարվածեցին Թավրիզին, այս գիշեր։ Այնպես որ օրեցօր ընդլայնվում է եւ կարող է նաեւ դառնալ նույն տիպի մի պատերազմ, բայց բանն այն է, որ այդ պատերազմը չի կարող շատ երկար ձգվել, որովհետև այսինքն թեժ փուլը պատերազմի։ Տեսեք, անցյալ անգամ էլ երբ սկսվեց, ես այն ժամանակ էլ սկզբից ասացի, որ մի քանի շաբաթ հետո կընդհատվի, հետո նորից կսկսվի։ Հիմա մոտավորապես նույն իրավիճակն է, բայց գուցե թե այս անգամ մի ինչ-որ ավելի վճռորոշ ելքի գան, որովհետև Իրանը կարող է չհամաձայնվել հրադադարի այն տեսքով, որին համաձայնվեց Գարնանը ապրիլին։ Խնդիրը որն է, Միացյալ Նահանգների այսօր տիրապետած ռազմական ներուժը գոնե այս մերձավոր արևելյան տարածաշրջանում, մեծ մերձավոր արևելյան տարածաշրջանում բավարար չէ Իրանի դեմ պատերազմում հասնել հաղթանակի։ Սա պետք է պարզ լիներ իրենց դեռևս մինչև 39-օրյա պատերազմի սկսվելը։ Բայց փաստորեն Վաշինգտոնում ստրատեգիական հաշվարկներ կատարում են ոչ այն մարդիկ, ովքեր գիտեն կատարել այդպիսի հաշվարկներ, եւ որոշում ընդունողների մեջ հենց ռազմավարությունից հասկացող մարդիկ չկան։ Ըստ այդմ էլ նրանք սկսեցին այն պատերազմը, որը օրինակ ես նստած այստեղ Երևանում նույն օրը կամ դրանից մի քանի շաբաթ առաջ ասում եմ, եթե սկսվի, դա լինելու է արկածախնդրություն եւ Միացյալ Նահանգները չի հասնելու իր նպատակներին։ Այդպես էլ եղավ, որևէ նպատակի չհասավ։ Իր դրած նպատակները որոնք էին ռեժիմի փոփոխություն, երկրի մասնատում, բալիստիկ հրթիռների այդ ամբողջ ծրագրի եւ կարողությունների ոչնչացում, միջուկային զենքի համար եղած հարստացված ուրանի պաշարի արգրավում կամ ոչնչացում, որևէ մեկը դրանցից չի իրականացվել եւ պարզ էր, որ չի իրականացվելու։ Այդ մասին մենք բավական երկար խոսել ենք, ասել ենք ինչու է այդպես։ Հիմա Միացյալ Նահանգները վերջին տարիներին
սպառել է իր ունեցած ռազմական պաշարների բավականին մի մեծ հատված, հատկապես ճշգրիտ, գերճշգրիտ հրթիռների, օրինակ Tomahawk հրթիռների, այդ ուրեմն կամ JASM այսինքն ավիացիոն հրթիռները, որի օդանավերի վրայից են արձակվում ճշգրիտ հրթիռներ են, մեծ թվով դրանք սպառել է նաև հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համար նախատեսված հրթիռների մի զգալի մասը, թաադները եւ պատրիոտները, որոնք իդեպ նույնիսկ լինելու դեպքում էլ հաճախ չեն խոցում թիրախը, բալիստիկ հրթիռները ավելի հաճախ չեն խոցում, քան խոցում են։ Շատ բարդ է բալիստիկ հրթիռների խոցումը։ Բայց դրանք էլ է սպառել։ Կան պաշարներ որոշակի, բայց դրանք Միացյալ Նահանգներին առհասարակ պետք են ոչ միայն այս տարածաշրջանում, այլ Միացյալ Նահանգները, քանի որ գլոբալ կայսրություն է, ունի կենսական շահեր, կամ ինչպես ինքն է դա բնորոշում իր համար կենսական շահեր, նաև Ասիայում, Չինաստանի դեմ, Թայվանի հարց կարող է առաջանալ, այնտեղ պատերազմ կարող է լինել, Լատինական Ամերիկայում կարող է ինչ-որ մի պահ սրվել Վենեսուելայի հարցը կամ Կուբայի հարցը կամ չգիտեմ որ հարցը։ Այս բոլոր հարցերում նա պետք է ունենա որոշակի պաշարներ։ Այդ պաշարները չեն բավարարելու։ Իսկ հիմա այս պատերազմի ժամանակ դարձյալ օգտագործվում են դրանք եւ հասնելու են կրիտիկապես ցածր մի մակարդակի շատ արագ։ Ու առաջիկա գուցե մի ամսում։ 1.5 ամսում։ Իսկ արտադրանքը այդ հրթիռների շատ ավելի մեծ չափազանց սահմանափակ է եւ արագ կերպով դրանք այսպես ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր հանկարծ արագ մի 3 ամիս հետո այսքան 1000 տանկ են արտադրում այս չի ստացվում որովհետեւ ավելի բարդ կոնստրուկցիաներ են պահանջում են բազմակի դետալներ բազմակի հազվագյուտ մետաղներից են բաղկացած, դրանք մշակման կարիք ունեն, հազար ու մի բան կա, եւ արտադրական այդ հզորությունները չեն բավարարում, այսինքն օրինակ այդ թաադներն է, Tomahawk-ներն է, բաներն է արտադրվում է շատ քիչ, մի քանի տասնյակ կամ մի քանի 100 հատ, կամ պատրիոտները, մոտ 600 հատ է արտադրվում, ինչ անում։ Մենք հիմա խոսում ենք կներեք Միացյալ Նահանգների ռազմական ներուժից, մի տեսակ Իսրայելին մոռացանք, բայց Իրանը-Իսրայելյան պատերազմ էր սկսել։ Հիմա ինչ է արճակատումը ԱՄՆ Իրան դարձել։ Ոչ, Իսրայելը ամեն վայրկյան գուցե այսօր, գուցե վաղը, գուցե մյուս օրը կարող է դարձյալ մտնել այս խաղի մեջ կամ ինքնուրույն Միացյալ Նահանգների հետ իհարկե համաձայնեցնելուց հետո կամ Իրանը կարող է հարվածել։ Չսպասելով այլևս։ Այսինքն Իսրայելը որևէ տեղ չի անհետացել։ Մանավանդ որ Իսրայելի դեմ կռվում է Հեզբոլահը, որը Իրանի դաշնակիցն է։ Այդ դիմադրության աղեղի մի մասն է։ Ուրեմն սա է խնդիրը, իսկ իսրայելյան զինված ուժերը իրենք ինքնուրույնաբար չեն կարող դարձյալ ծավալել երկարատև պատերազմ առանց Միացյալ Նահանգներից եւ նաեւ Եվրոպայից ստանալու սպառազինություններ։ Նրանք էլ են կախված մեծապես Միացյալ Նահանգ, հատկապես Միացյալ Նահանգներից, բայց նաեւ Եվրոպայից են ստանում շատ բան։ Ուրեմն առաջիկա մի քանի շաբաթում Միացյալ Նահանգները, եթե դարձյալ չի հասնելու իր նպատակներին եւ 100%-ով չի հասնելու իր նպատակներին, սա մի բան է, օրինակ, որ մեր Հայաստանի կառավարությունը չի հասկանում։ Եվ քանի որ դարձյալ ղեկավարության մեջ չկան մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ զբաղվել են այդ հարցերով տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ, բարդ հարցեր են դրանք։ Նրանց թվում է, թե անպայման Միացյալ Նահանգները հիմա հաղթանակ է տոնելու, այդ պատճառով էլ մխրճվել են այդ TRIP կոչված Զանգեզուրյան միջանցք կամ Թուրանական միջանցք ծրագրի իրականացման գործերի մեջ։ Սա է, ուրեմն որ չեն հասկանում։ TRIP-ին դեռ կանդրադառնանք, պարոն Այվազյան, մի բան ինձ հետաքրքիր։
Եթե ԱՄՆ-ն, իսկ ԱՄՆ-ն նես չի էլի, որ եթե մերոնք չեն հասկանում, այնտեղ վստահաբար հասկանում են։ Գիտակցելով, որ գնում է պարտության կամ առնվազն չհաղթելու, ինչի է մտնում այս խաղի մեջ, այն էլ լայնածավալ։ Ասացի, որովհետև ղեկավարության մեջ չկան մարդիկ, ովքեր կարողանում են ամբողջապես իրականությունը գնահատել։ Այսինքն ով է Թրամփը, Թրամփը չկա, լավ։ Մարկո Ռուբիոն, այո, չի տիրապետում այդ խնդիրներին։ Օղակներ կան գերտերության մեջ, որ վստահաբար ստրատեգիաներն գիտեն։ Եկեք նայենք, այո, օղակներ կան, բայց այդ օղակներին լսող չկա, որտեղ որոշում ընդունողները ուրիշ մարդիկ են, ասում եմ։ Ես սկզբից էլ ասացի, իհարկե կան այնտեղ Միացյալ Նահանգներում մարդիկ եւ կային նաեւ զինված ուժերի հրամանատարության մեջ, բայց այդ հրամանատարներին բոլորին հեռացրեցին։ Այս վերջի 1.5 տարվա ընթացքում Պիթ Հեքսեթը, նրանց պաշտպանության նախարար, որ հիմա կոչվում է պատերազմի նախարար, պատերազմի նախարարը տասնյակներով գեներալներ է, հրամանատարներ է հեռացրել, ամենաբարձր պաշտոններին եղած մարդիկ է հեռացրել պաշտոններից, որպեսզի իրականացնեն իրանց ուզած, իրանց պատկերացրած ձևով արտաքին քաղաքականություն։ Տեսեք, լայնածավալ պատերազմի համար անհրաժեշտ է ի սկզբանե պարզ է ցամաքային ներխուժում Իրան։ Այսինքն միայն օդից ռմբակոծելով այդ հարցերը չեն լուծում։ Այս ամեն ինչի մասին ամենասկզբից ես ասել եմ, ուրիշներն էլ են ասել, Հայաստանում չգիտեմ, բայց դրսում շատ էին ասում։ Օդից հնարավոր չէ։ Եվ դրա օրինակները մենք ունենք վերջին տասնամյակները վերցնենք կամ վերջին հարյուրամյակը վերցնենք։ Օդից հաղթանակ տանել հնարավոր չէ, այն էլ այդպիսի մեծ ահռելի տարածություն ունեցող մի պետության դեմ, ինչպիսին Իրանն է։ Դե ինչ ասում են կղզիների վրա են հարձակվելու։ Կղզիների վրա, եթե վերցնենք, ասում են, ասենք կղզիների վրա հարձակվեցինք։ Մի քանի կղզի կա Պարսիցոցում, որոնք ունեն կարևոր ռազմավարական նշանակություն, օրինակ Քեշմ կղզին բանում Հորմուզի հենց նեղուցի այդ ամենանեղ հատվածի մոտ Աբու Մուսան, փոքր եւ մեծ Թումբ կղզիները կամ Խարքը, որը Իրանի համար ծառայում է որպես գլխավոր նավթային արտահանման համար գլխավոր համալիր։ Այդտեղ կուտակվում է նավթը, այդտեղից այդ լցանավերը ստանում են նավթը եւ դուրս են գալիս, գնում են դեպի Հորմուզի նեղուցից դուրս միջազգային շուկաներ։ Այդ Դրա մասին իդեպ ես մի մեծ հոդված գրեցի, որը հրապարակվեց հայերեն, ռուսերեն, անգլերենը տպվեց նաև արտասահմանում։ Մանրամասն ես այսպես վերլուծեցի, ինչ կլինի, եթե փորձեն գրավել այդ կղզիները եւ ոնց են գրավելու։ Եվ դա ինչի կբերի։ Նախ գրավման փուլն է շատ բարդ։ Միացյալ Նահանգները այսօր Մերձավոր արևելյան տարածաշրջանում ունի ընդամենը մոտ 40, գուցե 50, բայց երևի այդքան չունենա, 50,000 զորք։ Այդ զորքից հարձակման կարող է դիմել նմանատիպ մոտավորապես 10-20,000, լավ, վերցնենք 20,000-ը։ Հարձակման պահին այդ զորքը կրելու է արդեն դեռ կղզի չհասած, կրելու է կորուստներ։ Որովհետև ինչպես է գալու այդ կղզուն հասնելու։ Կամ ասենք մի նավահանգստի, Չաբահար նավահանգիստն են ուզում գրավել կամ կղզին են ուզում, ասենք թե գրավել։ Նավով կամ օդով։ Կամ նավով, կամ օդով։ Նավով չեն կարողանում մոտենալ այդ հատվածներին, որովհետև Իրանը ունի հականավային հրթիռներ, ունի բալիստիկ հրթիռներ, ունի ԱԹՍ-ներ տարբեր տեսակի, թևավոր հրթիռներ ունի։ Այս բոլորը թույլ չի տալիս Միացյալ Նահանգների նավատորմին մոտենալ այդտեղ։ Եթե մոտեցան, կարող է մի անգամից մի նավ, եթե սուզվեց, նավի վրա կարող է լինել 500 հոգի կամ 1000 հոգի, ավիակրի վրա առհասարակ 5000 հոգի մարդ է լինում։ Ավիակիրը կարող է մոտենալ եւ այդ դրա համար էլ չեն մոտենում 500, 600, 700 կիլոմետր հեռու են կամ ավելի շատ, գնում չեն մոտենում։ Հիմա ոնց պետք է մոտենան, նավով շատ բարդ է, Օդով ինչպես են մոտենալու։ Այն մենք որ պատկերացնում ենք գալիս է այն կինոներում պարաշուտներով այսպես թռնում են, նախ կարող է չհասած արդեն այդ տրանսպորտային օդանավը խոցվի, դարձյալ մի անգամից մեծ թվով զոհեր լինեն, ամեն մի օդանավի մեջ կարող է մոտավորապես, եթե չեմ սխալվում, 150, 160
պարաշուտիստ լինել 82-րդ, ասենք, օդատեսանտային դիվիզիայից։ Կամ օդի մեջ կարող է խոցվել։ Կամ ուրեմն եթե նույնիսկ չխոցվի, այս պարաշուտիստներն ասենք թե իջան։ Գետնի վրա զորք կա, չէ՞ իրանական, որքան էլ նրանք խփեն այդ ռմբակոծեն իրենց պատկերացրած կրակային կետերը, որոնք գտնվում են այդ կղզու վրա։ Իրանը վերջին 20-30 տարին պատրաստվել է Միացյալ Նահանգների դեմ պատերազմի, շատ լավ հասկանալով, որ նման բաներ կարող են լինել, եւ գետնի տակ է մտցրել ամեն ինչը։ Ինչ կա չկա գետնի տակ է, իսկ այդ գետնի տակ թունելներ են, տեսել եք, չէ՞, ինչ երկար թունելներ են, բաներ են։ Հիմա այդ Քեշեմ կղզիում էլ կան այդպիսի թունելներ վստահաբար, Խարքում էլ կան, մյուս կղզիներում էլ կլինեն։ Ուրեմն չի կարողանալու խոցել։ Տեսեք մի օրինակ բերեմ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական 3 կղզի ամերիկյան ծովային հետևակը գրավեց մեծ կորուստներ տալով, շատ մեծ, Տարավան, Իվոջիման, Այոջիմա անգլերեն եւ Օկինավան շատ մեծ կորուստներ տվեցին, ամեն դեպքում, ասենք մի տեղում մոտ 3200, երկրորդի դեպքում մոտ 5000, 6000, երրորդը 18000 զոհ տվեցին։ Օկինավան էր ամենաշատը։ 18000 սպանված միայն։ Եվ տևեց ամիսներ մինչև այդ կղզիները գրավվեցին։ Օրինակ, երբ գրավում էին, չեմ հիշում հիմա Տարավաներ, թե Այոջիմաներ, Իվոջիմա հայերեն, նավատորմը վստահեցրել էր ծովային հետևակին, որ դու հիմա որ իջնես, այնտեղ քայլելով կգնաս արդեն, կռիվել կարողա չլինի, որովհետև մենք այս քանի շաբաթա այն ահռելի թնդանոթներով ռմբակոծում ենք այդ փոքր կղզին, էլի, իր կրակակետերով, դե վերևից էլ օդային հետախուզությունը հաղորդում է այստեղ կա, այստեղ կա, այստեղ կա։ Եվ այդքան ռմբակոծելուց հետո իրանց թվացել է հավասարացրել են հողին այնտեղ ինչ կա չկա։ Հետո իջել է ծովային հետևակը, ոչ էլ հավասարացրել են հողին, այսինքն հա ինչ-որ բաների կպել են, ինչ-որ զոհեր պատճառել են, բայց այնտեղ այնքան են շարունակել դիմադրել, որ այդքան զոհեր են պատճառել ամերիկացիներին եւ մոտ 2 ամիս տևեց գրավումը։ Անձնվիրաբար ճապոնացիք։ Իրանցիք ոչ պակաս անձնվիրաբար են կռվելու ճապոնացիներից, հիմա եթե պատերազմ եղավ, դրա մասին կարելի է դատել, ուրեմն եզրակացնել, թեկուզ տեսնելով, թե քանի տասնյակ միլիոն մարդ էր մասնակցում Այաթոլլահ Խամենեիի ուղարկավորմանը։ Եվ տեսնելով նաև, որ ռմբակոծությունների ժամանակ խաղաղ բնակիչները ցույցեր են անում, գիշերներ չեն հեռանում, այնտեղ ռումբեր են ընկնում մի քանի 100 մետր են կողմ, իրենք այստեղ ցույց են անում, չեն դադարեցնում ցույցը։ Այսինքն նույնպիսի հերոսական դիմադրություն ցույց է տրվելու այս անգամ։ Կան նաև բնականաբար այդ ստորգետնյա պաշտպանական կառույցները, որոնք կաշխատեն։ Կամ ասենք, թե ոչ թե օդանավով է գալիս, ուղղաթիռով է գալիս։ Այդ ուղղաթիռները շատ զորք չեն կարող տեղափոխել։ Օրինակ վերջին մի 2 օր առաջ Black Hawk այնտեղ ուղղաթիռներ խոցվեցին գետնի վրա Հորդանանում, իրանական բալիստիկ հրթիռներից վնասվեցին, ասվեց վնասվեցին։ Այդ վնասվելը հայտնի չի ինչպես վնասվեցին, ամեն դեպքում շարքից դուրս եկան։ Հիմա դրանցից Միացյալ Նահանգները դրանցով կարող է բերել նաև։ Նախ պետք է միտեղ կուտակի այդ զորքը, որ հետո բերի այդ կղզու վրա։ Ուրեմն որտեղ որ կուտակի, մի քիչ շատ պիտի կուտակի, էլի, որովհետև չի կարող մի 200 հոգով գա գրավի, 300 հոգով գա գրավի։ Պետք է գոնե մի 1000, 2000, 1000 քիչ է, 2000 հոգի, 3000 հոգի պետք է 4000 իջեցնի այդ կղզու վրա, որ կարողանա այդ կղզին գրավի, այնտեղ զորք կա։ Այնտեղ տարբեր հարցեր ա լինելու առաջին։ Ուրեմն ուղղաթիռը պետք է նախ այդ զորքը պետք է կուտակվի միտեղ, որտեղ է կուտակվելու, կամ Էմիրատներում, կամ Բահրեյնում, կամ Քաթարում, կամ Սաուդյան Արաբիայում, կամ Քուվեյթում, այս մոտակայքում պետք է, եթե ուղղաթիռն է բերելու, որտեղ կուտակվեցին մի քիչ շատ, օրինակ 2000 հոգի, 1000 հոգի, միանգամից բացահայտվելու է տարբեր միջոցներով եւ արբանյակային հետախուզություն կա, այս ԱԹՑ-ներն են հետախուզում տարածքը,
Իրանին կարող են հաղորդել նաև ռուսները կամ չինացիները ամերիկյան կուտակման վայրը իրենց արբանյակային հետախուզության միջոցով, բայց կան նաև գետնի վրա մարդիկ, ովքեր համակրում են Իրանին։ Այդ արաբական բնակչության մի մասը շիա է, պետք է չմոռանանք, եւ նույնիսկ սունիների մի մասը պաղեստինցիներ կան ամենուր։ Դրանք կարող են հաղորդել, արդեն սա կոչվում է մարդկային գործակալական հետախուզություն։ Այս գործակալական հետախուզությունը անմիջապես կհաղորդի, այն արբանյակայինը չլինի, կասի այստեղ կուտակվել են, որտեղ կուտակվել են, այնտեղ խփելու են, զոհեր են լինելու։ Իսկ եթե ուղղաթիռը եկավ, այդ ուղղաթիռը խփելը ամենահեշտ գործն է։ Այն ուսին դրված հակաօդային ստինգերները կամ սովետական ստրելաները եւ այլն, այս սրանցով կարող են խփել, հասկանում եք, սարսափելի բարդ գործողություն է։ Եկեք շարունակեմ ավարտել ուղղակի։ Համեցեք, ես ուզում եմ վերեմ մեր տարածաշրջան։ Չէ, այս մի հատ ամբողջապես պատկերացնենք մի հատ այս հարցը։ Լավ, ընդունենք, գրավեցին մի կղզի։ Որ շատ ուզենան կգրավեն, զոհեր տալով, բան եւ այլն կգրավեն։ Թեև այդ զոհերը հետո քթից կգան այսօրվա վարչակազմի եւ անձամբ Թրամփի, բայց ասենք թե Խարկ կղզին օրինակ կամ էլ չգիտեմ քեշմը գրավեցին։ Հետո ի՞նչ է դա տալու իրենց։ Այդ որ գրավեցին, այդ ովքեր որ այնտեղ գրավել են, վիշեցրեք ենթարկվելու են իրանական զորքի ռմբակոծությանը, որտեղ շատ մոտ է գտնվում Իրանին այդ տարածքը, ընդ որում կարան հերվից է ռմբակոծեն։ Կարա մեջ հետից մի հատ բալիստիկ քրթիր ուղարկի գանգնի այդ Խարկի վրա կամ քեշմի վրա էլի զոհեր են տալու։ Այսինքն ռազմավարական բեկում այդ կղզու որևէ կղզու գրավումը կամ որևէ նավահանգստի գրավումը պատերազմի մեջ չի բերելու։ Օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմը վերցնենք, Գերմանիան գրավեց Սովետական միության եվրոպական մասի ահռելի հատվածը։ Այսինքն Կիևը գրավեց, Մինսկը սկզբից եթե ժամանակագրորեն գանք, Մինսկը գրավեց, հետո Կիևը գրավեց, հետո գնաց հասավ Լենինգրադ, Խարկովը գրավեց, չգիտեմ ես են հազար բան գրավեց, չէ՞, Ղրիմն էլ հետո գրավեց, Ռոստովը գրավեց, Ստալինգրադ էր եկել հասել, Վոլգայի ափ էր հասել, բայց դա չբերեց, չէ՞ հաղթանակ։ Այս մի կղզին, որ մի պստիկ հատված է իրանական, ուրեմն ամբողջ այդ տարածքի, ինչպիսի ազդեցություն պետք է գործի Իրանի ժողովրդի եւ ղեկավարության վրա, որ նրանք ասեն վայ դե լավ, որ Խարկ կղզին գրավեց, եկեք հանձնվենք։ Չէ, ընդհակառակը ավելի են կատաղելու, ավելի են իրենց ուժերով մտածելու, թե ինչպես անենք, որ ավելի մեծ զոհեր պատճառենք եւ վերջին հաշվով կարող են դիմել ցամաքային հարձակման Քուվեյթի դեմ օրինակ Իրաքի վրայով։ Հենց իրաքյան շիական ուժերը կարող են հարձակվել Քուվեյթի վրա։ Քուվեյթից էլ շարժվեն դեպի Սաուդյան Արաբիա։ Իսկ այս կողմից էլ Անսարուլլահ Եմենի այդ հութիների ուժերը կարող են մխրճվել Սաուդյան Արաբիա։ Այսինքն այնքան պարզ է, որ ցամաքային առումով որևէ խնդիր չի կարողանալու լուծել։ Իսկ ադրբեջանական ուղղությունը։ Ադրբեջանական ուղղությամբ կարող են մենք շատ ենք խոսել, ԱԹՍ-ներ ուղարկել կամ ռմբակոծելու առումով կամ հետախուզական առումով կարող են հատուկ ջոկատներ լինել, որոնք ինչ-ինչ գործողություններ գուցե ուղղաթիռով մտնեն կամ ցամաքով փորձեն մտնել, թեև քիչ հավանական է։ Իսրայելյան լինեն, թե ամերիկյան լինեն, փորձեն մտնեն այնտեղ։ Ոչ ավելին, բայց դա հղի է Ադրբեջանի համար արդեն լուրջ հետևանքներով, որովհետև եթե նմանատիպ դեպքեր լինեն, Իրանը հարվածելու է բնականաբար Ադրբեջանին։ Եղել են կարծես թե նման դեպքեր, բայց մինչև այսօր չի հարվածել, ինչ-ինչ պատճառներով, ըստ երևույթին չուզենալով եւս մեկ ճակատ բացել ժամանակից շուտ, բայց եթե այս պատերազմը իսկապես այնպիսի լայն ծավալներ ընդունի, որ դե եթե ընդունի, այդ ժամանակ շատ հնարավոր է, որ հարվածեն։ Իսկ դա չի լինում, որ Ալիևը տարբերակ չունի ուղղակի, մի կողմից Իսրայել, մի կողմից
Այսինքն Ալիևը տարբերակը որն է, եթե որ զոհաբերվում է ինքը, էլի։ Այո, շատ ծանր վիճակում կարող է հայտնվել, եթե կարծես դրա համար են նվիրել, էլի։ Նվիրել են, բայց այսօր նրանք էլ են հասկանում, չէ, Ադրբեջանին եթե հրամային ասեն հենց վաղը հարձակվիր Իրանի վրա քո եղած ուժերով։ Բայց հաշվելուց հետո տեսնելով որ լավ այս եղած ուժերով հարձակվեց, հետո 2 օր հետո այդ հարձակումը հետամաղվում ու իրանական զորքն է մտնում Ադրբեջանը արդեն։ Այսինքն այդտեղ հաշվարկ ոչ միայն Ադրբեջանը պետք է անի, այլև Միացյալ Նահանգները եւ Իսրայելը մտածելով լավ որ հարձակվի այս պահին, երբ Իրանը այդքան համախմբված է Իրանի ժողովուրդը, զինված ուժերը փայլուն կատարում են իրենց արժեվ դրված խնդիրները, որևէ ճեղքում չկա հրամանատարության մեջ, ընդհակառակը ավելի են փորձառու դարձել, ավելի են ուրեմն հմտացել, ավելի մեծ թվով ԱԹՍ-ներ են օգտագործում, նոր ԱԹՍ-ներ ունեն, նոր բալիստիկ հրթիռներ։ Իմաստ ունի մենք հիմա Ադրբեջանին հենց այնպես զոհաբերենք, Իրանը ավելի ուժեղանա։ Հասկանում եք, տեսնենք իրեն ինչպիսի հաշվարկներ այնտեղ կլինեն, բայց Ադրբեջանի պահը լուրջ է եւ ինչ որ մի պահի կարող է հանկարծ կամ Իրանը որոշի պատժել Ալիևին, քանի որ նա Իսրայելի հավատարիմ դաշնակիցն է եւ մինչեւ այսօր Իսրայելը ստանում է իր նավթի տարբեր գնահատականներ կան, դեպքում ասում են 50%-ը, մի դեպքում ասում են 60%-ը կամ ավելին, բայց առնվազն 50%-ը ստանում է Ադրբեջանից։ Ուրեմն Իրանի համար արդեն իսկ թիրախ է, հենց այն Բաքու-Ջեյհան նավթամուղը, արդեն իսկ թիրախ է, պարզապես դեռևս չի իրականացվել այդ հարվածը։ Կամաց մոտեցանք մեր տներին։ Իրանից շատ կոշտ ուրեմն նշել են, որ Թրամփի անունը կրող ու շատ որակումները նույնիսկ վիրավորական են, հիմա չասենք, էլի, Թրամփի անունը կրող թրիփը չի բացվի, այնպես ինչպես իրանցի նշում են, նույն Թրամփը ցանկանում էր բացել Հորմուզի նեղուցը։ Եվ այս մասով անդրադառնալով Երևան արևմտյան եվրոպական չինովնիկների այցերին, ինչ-որ խոսքերին, այդ թվում առանց հիշատակելու Փաշինյանի վարչակարգի կողմից վավերացված թրիփի համաձայնագրին, նշել են, որ սրանք ոչ այլ ինչ են, քան ծածկադմփոց, եթե չասենք թոզ փչոցի։ Այո, դա Պահապանների կորպուսի, կամ կարող ենք ասել բանակի տելեգրամյան ալիքով, ռուսերեն տելեգրամյան ալիքով մի այդպիսի բան եղավ 3։ Հետաքրքիր ձևակերպում էր տրված, նշված էր, որ Հայաստանում Իրանի բարեկամները կարող են չանհանգստանալ։ Շատ ճիշտ եք։ Այո։ Կարող են չանհանգստանալ Թրամփի պապինել են մեր։ Այո, Թրամփի անվան միջանցքը այնտեղ ուրիշ կերպ է Թրամփը անվանված, Թրամփի անվան միջանցքը չի բացվի։ Ճիշտն ասած, ես ինքս ինձ եմ համարում Իրանի բարեկամ, բայց առավել շատ ես ինձ համարում եմ հայ մարդ, հայ հայրենասեր, որը հասկանում է, որ թրիփի ծրագիրը, այդ նախագիծը, այսինքն այդ թուրանական միջանցքի, Զանգեզուրյան միջանցքի նախագիծը ոչնչացնելու է Հայաստանի համար Զանգեզուրը, Սյունիքը, մեր ամբողջ հարավային հատվածը հաստորեն մենք կորցնելու ենք։ Թե ում ենք կորցնելու եւ երբ ում ենք կորցնելու կարևոր չի։ Սկզբից լինելու են տեր ու տիրակալը ամերիկացիները, հետագայում նրանք դա բնականաբար իրենցից շատ հեռու է եւ այնքան հետաքրքրություն այստեղ այդ աստիճան շահագրգռվածություն չեն ունենալու, հանձնելու են իրենց վասսալներին, որոնք են թուրքերն ու ադրբեջանցիները։ Նրանց են հանձնելու, նրանք են այստեղ տնօրինություն անելու, Հայաստանը Սյունիքը կորցնելու է, եթե իրականացվեց թրիփը։ Այսինքն Սյունիքի հիմա անվտանգության երաշխավորը Իրանն է։ Այո։ Բացառապես։ Այո, ցավոք սրտի Հայաստանի այսօրվա ընդդիմությունը անգամ շատ հստակ հանդես չի գալիս եւ պինդ ձևով այսպես թրիփ ծրագրի դեմ։ Մանավանդ վերջին այս մի քանի օրվա ընթացքում, երբ հայտարարվեց, թե այդ ծրագրի ղեկավար է նշանակվել, այդ ամերիկյան ընկերությունը, որ ստեղծվում է, մի ռուսաստանցի հրեա Սակալով։ Հետո Ես լսում ես նստած են ընդդիմության ուրեմն այսպես սազանդար վերլուծաբանները
Եվ որոնք ասում են, ահա ինչ լավ բան եղավ, Ռուսաստանն էլ մտավ թրիփի մեջ։ Կարծես թե մեզ համար միևնույն չէ, Ռուսաստանինն է այդ ծրագիրը, Ամերիկայինն է։ Հայաստանին պետք չի որևէ ձևով այդտեղի ճանապարհը միացնի Թուրքիային եւ Ադրբեջանին եւ այնտեղ միջանցքային տրամաբանություն գործի։ Ոչ Ռուսաստանը թող վերահսկի, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրոպան, որևէ մեկը չպետք է վերահսկվի, բացի հայկական զինուժից։ Սյունիքը եւ այդտեղ կոմունիկացիաները թող գնան, գան, տանենք, բերենք։ Դե այդպես են մտածում ոչ հայերը։ Ոչ հայերը։ Կամ էլ թե չէ նրանք, ովքեր արդեն սովոր են մտածել ոչ թե հայկական շահերի տեսանկյունից, այլ սովոր են ուղղակի տարիներով այդպես են աշխատել, մտածել, սնվել, կերակրվել դրսից։ Հասկանում եք, այդ մարդիկ արդեն չեն զգում հայկական շահը։ Չէ, չեն զգում, չի զգում, ինքը տասնամյակներով վճարվում է ուրիշ տեղից։ Եվ հիմա այդպիսի բաներ են, Սակալով, դե որ Սակալովն է, ուրեմն ռուսներն են։ Ով ասեց։ Ուրեմն եթե այնտեղ լիներ օրինակի համար Արմեն Սարգսյանը նշանակվեր, հայ ազգանունով մեկը նշանակվեր, Հարությունյան, Սարգսյան, չգիտեմ։ Ուրեմն դա նշանակելու էր, որ արդեն Հայաստանն է այդտեղ ինչ որ չափով վերահսկելու։ Չէ, չի նշանակում դա այդպես։ Կամ մի կողմից ասում եք Ռուսաստանն ու Ամերիկան պատերազմի մեջ են, հա, Ռուսաստանը գիշեր-ցերեկ, բայց հիմա ասում եք Ռուսաստանն ու Ամերիկան իրար հետ համաձայնվել են այդ թրիփը համատեղ անել։ Չհասկացանք մի պատերազմի մեջ են, թե իրար հետ համագործակցում են, թե միտեղ պատերազմի մեջ են, միտեղ համագործակցում են, ինչը ավելի մոտ է իրականությանը։ Այո, այստեղ միշտ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Արցախյան հարցի շուրջ 90-ականներից մինչև հիմա համագործակցել են։ Եվ այդ համագործակցությունը բերեց Արցախի կորստին մեզ համար։ Եվ Եվրոպան էլ այնտեղ կողքից էր նմանապես կպել այդ նույն Ամերիկայի եւ Ռուսաստանի ծրագրերին, նույն ձևով մասնակցում էր իհարկե ամերիկյան գիծը պաշտպանելով։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Պարոն Աբազյան, այդ դեպքում ինչ անում Փաշինյանի կառավարությունը։ Այդ ինչ համաձայնագիր է, որ վավերացնում են, այդ թրիկ կոչված ընդհանրապես այդ ինչ թոսփչոցի է, այս ինչ է։ Թոսփչոցի չի։ Նրանք ասում եմ չեն հասկանում, իրանց թվում է շուտով Միացյալ Նահանգները, քանի որ իրենք այդպես են միշտ իմացել, իրենց այն մանկական տարիներից Միացյալ Նահանգները աչքիների լույսն ա եղել, էլի, այսպես որ այնտեղ դրախտ է, այն մի հատ ուժա, որ ամեն ինչ կարող է անել եւ այլն։ Հա, ուրեմն Միացյալ Նահանգները եթե եկել է, ուրեմն հարցը կլուծի, վերջ։ Եվ իրանք ով են, որ իրենք հանգարց Միացյալ Նահանգների կամքը չկատարեն։ Չէ, բայց բայ Իրանը։ Դե հիմա հենց այդ է հարցը, հիմա փոխվել է իրավիճակը։ Չեն ճանաչում Իրանը։ Հիմա փոխվել է իրավիճակը։ Իրանը այսօրվա դրությամբ ցույց տվեց, որ վերջին տասնամյակներին իր ռազմավարական մտածողությամբ մի քանի գլուխ ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգները։ Այսինքն ճիշտ է հաշվարկել, ինչպեսին պետք է լինի այդ կարող է լինել, ինչպես պետք է դասավորել ուժերը, որ սպառազինությունների վրա ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել։ Օրինակ Միացյալ Նահանգները խելքը տվել է այդ օդանավերին, որ հրաշալի օդանավեր են F-35-եր են եւ այլ։ Իրանը ասել է, չէ, ավելի ճիշտ է, ես գնամ այս բալիստիկ հրթիռների, ԱԹՍ-ների, թևավոր հրթիռների զարգացման ճանապարհով։ Իրանը որոշել է, որ պետք է ստորգետնյա պաշտպանություն կազմակերպի, այսպես եթե անվանենք։ Միացյալ Նահանգները այդպես չեն որոշել, Միացյալ Նահանգներն ասել են, չէ, օրինակ հիմա որ խփում է Քուվեյթին ռազմաբազային, Քաթարի ռազմաբազային, Իրանը կամ մյուս տեղերում, այդտեղ Միացյալ Նահանգները չունի նմանատիպ ստորգետնյա պաշտպանական, ուրեմն ենթակառուցվածքներ, որ իր զորքը մտցնի այնտեղ, որ իր այդ հրթիռները, չգիտեմ, ինքնաթիռները, ուղաթիռները մտցնի գետնի տակ, դες բաներ չի արել, որտեղ մտածել է ով է ինձ համարձակվելու, որ իմ վրա հարձակվի, հələ մի հատ էլ ով համարձակվի կջնջեմ նույն օրը։ Հիմա համարձակվում է Իրանը, հարձակվում է, չի կարողանում ջնջի, ասում է, բայց չի կարողանում։ Կարող է դեռ մեծ վնասներ պատճառի Իրանին, կարող է հարվածել էլեկտրակայաններին, տասնյակ կամուրջներ փլել, ոչնչացնել, կարող է հարվածել
այդ աղա զրկման գործարաններին, որ ջուր են մաքրում այդ Դե դա 50 տարով հետ գցեն, որ նոր 50 տարով չեն կարողանալու հետ գցեն, որովհետև Իրանը բաց չի թողնելու իր ձեռքից Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցը աշխարհում ամենակարևոր մի քանի նեղուց կա, Պանաման է, Սուեցի, ուրեմն ջրանցքն է, Բաբել-Մանդեբն է, Մալաքայի նեղուցն է, Թայվանի նեղուցն է, Լամանշն է, ամենակարևորը Հորմուզն է այդ բոլորի մեջ։ Հիմա Իրանը այսօրվա դրությամբ արդեն վերահսկում է, սկսած մարտի 1-ից կարելի է ասել, մինչև այսօր վերահսկում է, եւ էլ չի բաց թողնելու իր ձեռքից։ Բաբել-Մանդեբն էլ է արդեն համարյա վերահսկում։ Ամեն վայրկյան կարող են հութիները Իրանի, այսպես ասած, հորդորով փակել եւ ասել են մենք պատրաստ ենք արդեն փակել։ Այնտեղ իդեպ Սոմալիում էլ մի ապստամբական ուժ կա, որը համագործակցում է հութիների հետ, նրանք էլ են այդ ուղությամբ, աֆրիկյան այդ կոտոշի ուղությամբ դիրքավորված։ Այնտեղից էլ ունեն նրանք իրենց ԱԹՍ-ներ են մատակարել Եմենից նրանց, այսինքն այդ Բաբել-Մանդեբն էլ եւ Հնդկական օվկիանոսի մի այդ հատվածը այդ տարածքին հարող ամբողջությամբ հայտնվում է իրանական դաշնակից ուժերի վերահսկողության տակ։ Ուրեմն երկու նեղուց, եթե Իրանը վերահսկի, անկախ նրանից Իրանը քանդված կլինի, կամուրջները քանդված կլինեն, ինչ կլինի, ոնց կլինի, նա կարողանա շատ արագ վերականգնվել, որովհետև սկսելու է գումար պահանջել այն բոլոր նավերից, հատկապես այդ Պարսից ծոցի հարուստ այդ միապետությունների լցանավերից, որպես կոնտրիբուցիա, այսպես ասենք, տուգանք, ռազմա տուգանք։ Եվ այդ ճանապարհով շատ արագ ստանալու է ահռելի միջոցներ, որովհետև ամեն մի լցանավը տանում է մոտավորապես $200 միլիոն ապրանք այսօրվա գներով։ Եթե գները չթռնեն հասնեն, այդ նույն ապրանքը կարող է դառնալ $400 միլիոն, $5 միլիարդ կարող է մի լցանավի գինը դառնալ։ Ուրեմն առայժմ պահանջում էր 1-2%, այսինքն $1 միլիոն, $2 միլիոն։ Թրամփը հանկարծ հայտնվեց, ասաց ես 20%-ն եմ պահանջելու։ Սրանից հետո խելքի գցեցին, ասացին ինչ ես խոսում, ասաց չէ լավ, ուղղակի Միացյալ Նահանգների մեջ այդ պետությունները ներդրումներ կարեն տրիլիոնավոր դոլարների չափով։ Ուրեմն այդ առումով ուժային լծակներն են կարևոր։ Եվ Իրանը տիրապետում է եւ իր տարածքին ամբողջությամբ, եւ Հորմուզի նեղուցն է շարունակելու վերահսկել, որքան էլ ուզի Միացյալ Նահանգները թե չուզի։ Եվ Բաբել-Մանդեբն են նաեւ ուզած պահին պահելու հարվածի տակ։ Սա նշանակում է ուժ, գիտեք ինչ, մոնղոլ թաթարները երբ եկան գրավեցին Եվրասիայի ահռելի մասը, նրանք միթե ավելի զարգացած էին, քան այստեղի պետությունները, ոչ, միթե ավելի հարուստ էին, քան այստեղի պետությունները, ոչ, նրանք ունեին ընդամենը լավ զորքեր եւ ճիշտ ռազմավարություն, այսինքն ունեին ուժային լծակները մտավոր առումով եւ ֆիզիկական առումով ճիշտ կերպով համակերպված էին, համադրված էին եւ կարողացան հաղթել կայացած պետություններին, Չինաստանին, գրավեցին Չինաստանը, Հնդկաստանում եղած պետությունները, Խորեզմը, Ռուսաստանը, նաեւ եկան այստեղ Իրանում եղած խոշոր պետությունները, մեր տարածաշրջանը եւ այլն։ Այս ամբողջը գնացին Բաղդադը գրավեցին, այսինքն հասկանում եք Իրանի տիրապետած ուժը գնալով աճում է եւ պետք է չմոռանալ, որ եթե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շարունակեն հարվածել Իրանին, մի գեղեցիկ օր Իրանը կհայտարարի, որ ես տիրապետում եմ միջուկային զենքի եւ կկատարի ցուցադրաբար մի փորձարկում։ Եթե արդեն իսկ չի կատարել գախնի ինչ-որ մի փորձարկում, ասենք եղած երկրաշարժերից որևէ մեկը գուցե նաև եղել է փորձարկում, մենք չգիտենք, Իրանում անընդհատ երկրաշարժ եղել, երեկ էլ է երկրաշարժ եղել, այսօր էլ է, այսօրվա ընթացքում կարծում։ Պարոն Այվազյան, տեսեք, հիմնականում սպառնալիքը Հայաստանի, Ադրբեջանից է գալիս, հա։
Եվ Թուրքիայից։ Եվ Թուրքիայից, որի մասին Թուրքիան դե տենց չի էլ խոսում, բայց ակնհայտ է, էլի այդ առումով։ Հիմա Ադրբեջանի մասով այդ սպառնալիքը շարունակում է մնալ, բայց դեռ այդքան շոշափելի չէ, որովհետև Իրանն է զսպում։ Եվ արդյոք այս պատերազմը ինչ հնարավոր է զարգացում ստանա, արդյոք ռիսկը բարձր է այդ Իրան-Ադրբեջան բախման եւ ամենակարևորը մեր վրա ինչ կերպ կանդրադառնա Հայաստանի վրա, Հայաստանի անվտանգության վրա։ Սյունիքից ոնց հասկացա, բայց դե կարող է դրթեն ասել ձեզ հնարավոր է, էլի։ Բարբերակ չունենա եւ Ալիևը ես կարծում եմ քիչ հավանական է։ Քիչ հավանական է, որ համարձակվի այս պայմաններում, գոնե։ Ախր պետք է հաշվարկը հետևյալն էր։ Իրանը թուլանում է, Իրանի ներսում ծագում են խլրտումներ, նաև էթնիկ հողի վրա, ադրբեջանախոս, այսպես ասենք, թուրքախոս հատվածը հյուսիսում է, փորձում ինչ-որ անջատողական շարժումներ առաջ տալ, քրդական հատվածը հյուսիս արևմուտքում է ակտիվանում, բելուջներն են ակտիվանում, արաբներն են ակտիվանում, որևէ բան չիրականացավ այդ ուղղությամբ։ Եթե իրականանար, այդ ժամանակ հավանականությունը իսկապես շատ մեծ էր, որ այո, Ադրբեջանին կհրահանգվեր եւ Ադրբեջանն էլ սիրով գլխապատար, քանի որ Ալիևը էյֆորիայի մեջ է նաեւ կմտներ ազատագրելու Թավրիզը իր պատկերացրած հարավային Ադրբեջանի մայրաքաղաքը, Արդեբիլը եւ այլ եւ այլ այդ տարածքները կմտներ իր այդ զորքով, բայց հիմա չի կարող նման քայլի դիմել, չի համարձակվի։ Եկասի ինձ ինքնասպանության եք դրդում դուք։ Հիմա ես մտնեմ մի ժամ հետո իմ պալատի գլխին քիչնի բալիստիկ քրթիվ, նախագահական պալատից գլխին, պաշտպանության նախարարության գլխին, օդանավակայանի, Բաքվի օդանավակայանի վրա եւ այլուր, որովհետեւ տարածք մտնելը, տեսեք, այսօր մինչև այսօր ռմբակոծել են Իրանի տարածքը, բայց տարածք մտնելը մի քիչ ավելի լուրջ քայլ է։ Դա շատ ավելի ծանր պատասխան է նախատեսում։ Օրինակ հիմա եթե Միացյալ Նահանգները որոշի իսկապես իրանական ինքնիշխան տարածքից ինչ որ մի հատված գրավել, դա առհասարակ իրանցի ղեկավարությանը եւ ժողովրդին բերելու է մի ուրիշ աստիճանի վիճակի, որ ավելի կատաղի կերպով ուրեմն դիմադրեն, հակահարձակման դիմեն եւ հիմա Ալիևն ով է որ նա փորձի այդպիսի բան անել Իրանի դեմ այսօրվա դրությամբ, որ Իրանը ասում եմ այսպիսի ուժ է։ Բայց չէ որ Ալիևը չի որոշողը։ Իր պարագայում այդ որոշողներն են մտածելու, որ հիմա եթե մենք իր Ալիևին ստիպենք, Ալիևը չի որոշողը կարող է ասի, չէ, խփում եք, խփեք, ինձ դες սպանենք։ Ես հիմա չեմ կարող այդ քայլին դիմել, դիմեմ այդ քայլին, մյուս օրը ինձ ոչնչացնելու են։ Կամ կարող է այդ որոշողն էլ ասի, դեռ չէ, դեռ պետք չի, որովհետև այո, քեզ կոչնչացնես, դու մեզ պետք ես դեռ, ավելի հարմար պահի քեզ պետք է օգտագործենք։ Ամեն դեպքում նրանք պատրաստվել են դրան։ Այդ զորավարժությունները, այդ զենքի մատակարարումները, այդ ամեն ինչը այո, ոչ միայն Հայաստանի դեմ է, այլ արդեն, որովհետև Հայաստանի հարցերը մասամբ լուծվել են, այլ ավելի շատ Իրանի դեմ է։ Սա է խնդիրը, իսկ մեր ղեկավարությունը փոխանակ գիտակցելու, ախր գիտեք ինչ կա, օրինակ իմ այս հաղորդումը, այսօրվա իմ խոսածը, ես վստահ եմ, որ չեն լսելու։ Այսօրվա Հայաստանի ղեկավարության կազմում եղած որևէ մեկը չեն դնելու 50 րոպե ժամանակ տրամադրեն, ասեն լսենք, տեսնենք կարող է, որովհետև չէ որ ես այդ ամեն ինչը ասել եմ առաջ եմ ասել, նաև նախին ղեկավարությունների ժամանակ է ասում, որ պատերազմ անպայման լինելու է, բանակցություններով երբեք Արցախյան հարց չեք կարողանալու կարգավորել, էլի նույն բաները ասում են, չեն լսում, իրենց մոտ կա մի այսպիսի բան, իրենք լսում են միայն իրենց տերերին, և սրանք էլ չեն լսել, նույնիսկ չեն էլ 10 րոպե տրամադրելու լսել, կամ եթե նույնիսկ լսեն, որքանով կհասկանան, չէ որ բազա չկա, պետք է գիտելիքի որոշակի բազա լինի այս հարցերում, պետք է միջազգային հարաբերություններից հասկանան, պետք է հասկանան, պարզ եմ ասում, բայց միևնույն է, նրանց մատակարարվում է ուրիշ ինֆորմացիա,
Այն աղբյուրներից, այն գալիս է, այն որում բավական գեղեցիկ, այսպես կետերով, բաներով միշտ մատուցվում է, այդպես են միշտ մեր ղեկավարները կային, չէ՞, շաբաթը մեկ Պուտինին թաղում էին, բանը, այնտեղ չգիտեմ, Ուկրաինան հաղթում էր։ Այո, հա, հեսա պետք է փլվեր եւ այլն։ Լավ չէ։ Եվ այս բազան գիտելիքի, ասում եմ, միջազգային հարաբերություններ պիտի իմանան, պատմություն պիտի իմանան, կրոնական հարցեր պիտի իմանան, ամենակարևորը ռազմական այսօրվա այս դրվածքը պիտի իմանան, որ ռազմական գործը փոխվել է, պատերազմը իր բնույթով փոխվել է, ուրիշ տեսակ է մղվում, հիմա լրիվ ուրիշ պատմություն։ Սրա համար մարդիկ պիտի տրամադրեին իրենց կյանքից տարիներ պիտի տրամադրեին, որ հասկանային ինչի մասին է խոսքը։ Պարոն Այվազյան, լավ, եթե իշխանությունը կամ ուրիշ բան, կամ ոչ թե, գիտեք, եթե չհասկանային, գոնե հասկանային, ում պետք է լսեն։ Գոնե այդ հասկանան։ Եթե իշխանությունը Թուրքիային ու Ադրբեջանին է նախապատվությունը տալիս, Ռուսաստանի եւ Իրանի փոխարեն, չնայած բանը հրապարակային Ռուսաստանի մասով խիստ կասկածելի է, բայց լավ ընդդիմությունը չի կարա լսի ձեզ, ուղղակարգ թելադրի։ Հիմա տեսեք, շուտով օգոստոսի 3-ն է նոր գումարման ազգային ժողովի սկսի իր նստաշրջանը, Փաշինյանը չի խոսում, հələ խոստուպա հելնում, չգիտեմ ինչ էր անում։ Արձակուրդ է համար։ Հա, օրակարգ չկա։ Ընդդիմությունը ասելիք չէ։ Արձակուրդի մեջ այն։ Սա օրակարգ չէ։ Ընդդիմությունն իր գործը արել է։ Ինչ է արել։ Ոնց ժողովրդին բավականին այսպես հույսեր է տվել, հետո այդ հույսերը քամել է, հիասթափեցրել է, ասել է դե լավ գնացեք տուն, մենք կասենք երբ, ոնց, ինչպես, երբ եւ այլն։ Բայց իրանք դրա համար չեն գործուղվել ԱԺ։ Այդ իրենց ով է գործուղել, եթե ժողովուրդը դրա համար չի գործուղել, այն հատվածով որ քվեարկում էր, իրենց էլ չէր քվեարկում։ Քվեարկում էին, որպեսի սրանք պահեն իրենց ձայները, մարդկանց ձայները, պայքարեն այդ ձայների համար բոլոր հնարավոր միջոցներով, բոլոր օրինական միջոցներով, եթե խախտվում է օրենքը, ուրեմն նաև դիմելով ժողովրդական ապստամբության կարելի ասել։ Սրա համար էր ընդդիմությունը ստացել ձայներ, բայց ընդդիմությունը ասաց չէ, ժողովուրդը պատրաստ չէ, փողոց դուրս գալուն, որևէ փորձ վերջին 1 տարուց ավել է, որևէ փորձ չի արվել տաքացնելու ժողովրդին, ժողովրդի մեջ այսպես այդ պայքարի ոգին բարձր պահելու, հասկանում եք։ Եթե խախտվում է ժողովրդի ուրեմն ամենակարևոր իրավունքը, իշխանություն փոխելու իրավունքը, ոտից գլուխ խախտվել, դուք եք ասում եք լրիվ խախտված է, լրիվ կեղծված է, փաստերն էլ բերում եք, փաստերն էլ համոզիչ են։ Ձեր փաստաբաններն էլ բավականին այսպես լավ, իրավական լեզվով ամեն ինչը բացատրում ցույց են տալիս օրինակներով։ Բայց այդ ամեն ինչից հետո ձեր արձագանքներն է, որ լավ մանդատները վերցնում ենք, գնում ենք, այնտեղ շարունակում ենք ինչը պայքարը։ Պայքարը որն էր, վերջին 5 տարում տեսել ենք այդ պայքարը որն է։ Ինչ ասել։ Ոչ մի բան։ Հիմա ընդդիմությունից ես երբեք սպասելիքներ չեմ։ Ինչու սա օրակարգ չի կարող դառնալ։ Որովհետև այդ մասը ընդդիմության համար, որպես այլընտրանք։ Որովհետև այդ մասին էլ եմ ասել, որովհետև ընդդիմության համար կան դարձյալ ուժային կենտրոններ Հայաստանից դուրս, որոնք ցուցումներ են տալիս այդ նույն ընդդիմության առաջին դեմքերին։ Այսինքն մեր ընդդիմությունը անկախ չէ, քաղաքականապես կախյալ է, ինքը դրսից է ղեկավարվում։ Դրսից ասում են, այս կարելի է, այս չի կարելի, այսօր արա, վաղը մի արա։ Չէ, դե իհարկե։ Ծառուկյանը դրսից է ղեկավարվում, Քոչարյանը դրսից է ղեկավարվում։ Ծառուկյանը նախ որպես Ծառուկյանը որպես քաղաքական ուժ, այդպես չի մեծ քաղաքական ուժ եղել է մի որոշակի հետաքրքիր հայկական մի ուժային կենտրոն, բայց ոչ քաղաքական ինչ-որ հատուկ ուղղություն չի ունեցել։ Հասկանում եք, միշտ իշխանության հետ լեզու գտել է եւ այլն, պարզապես Ծառուկյանը նույնպես ուրեմն ենթարկվել է այն բռնաճնշումներին, որոնց ենթարկվեց ընդդիմության ակտիվը եւ ընտրություններից առաջ եւ ընտրությունների օրը, որը բավարար էր, որպեսի մանդատ վերցնելու մասին խոսք չլիներ, այլ միմիայն ամբողջ ուշադրությունը բևեռված լիներ նրա վրա, ինչպես պետք է ժողովուրդը ազատագրվի անօրինական խունտայից։
Էսրա վրա պետք է ուշադրությունը լիներ, բայց ինչի վրա է։ Դե Հայաստան դաշինքը իդեմս Քոչարյանի ուժեղ Հայաստանը Վարապետյանի գլխավորությամբ, ասում են ժողովուրդը պատրաստ չի։ Իա բես, այն ինչա է ժողովրդի վրա են գցում, ասենք 1,700,000 պատրաստ, բայց դուք երբեք ժողովրդի հետ աշխատել, պետք է ժողովրդի հետ աշխատել դեռ 2-3 տարվա կարգեն, ասենք թելադրում, հետո ժողովրդին են մեղադրում։ Ասում եմ, եկեք արձանագրենք Փաշինյանը չի խոսում, չկա, մեռած վիճակ է։ Այսօր մարդու տղեն էլ է, ասում մի ծխեք։ Ո՞տ բան է ասում։ Խոսում մի ծխեք։ Այսինքն այն խայտարակությունն է, այն խայտարակ օրակարգն է, որ ընդդիմություն կոչված ամենահարուստ ընդդիմությունը Հայաստանի քաղաքական պատմության մեջ, ասելու բան չունի մարդը։ Չունի։ Ես չգիտեմ։ Ազի գրառումներով որոշ ընդդիմադիր վաղը մյուս օրը падգամավորներ որոշ դեպքերում ԱԺ փոխհաստատներ տժան։ Եղբայր ՖՊ գրառումով եթե դուք դες ծաղրի եք ենթարկում, վաղը կգնաք այնտեղ կտեսնեք, էլի, ին ոնց ծեծ կուտեք ձեր այդ արած ծաղրուծանակի համար։ Այսինքն ընդդիմությանը թույլ է տրված անել այն, ինչը ինքը արել է մինչև այս վերջին 6 տարվա։ Ասացի դրսից։ Ուժային կենտրոն։ Այո։ Դա է, թույլ էին տալիս, ասում են գնաք խորհրդարանում կքննադատեք, սա կանեք, նա կխոսեք։ Ընդդիմությունը կարող է Իրանի հետ բան անել, էլի, կապերի մեջ լինել, հարաբերություն խորացնել։ Եթե իշխանության ձեռքը բան է, ասենք մի քիչ սահմանափակ է։ Թրամփ կա, Արևմուտք կա, Մակրոն կա, ծոճը եկավ գնաց եւ այլն։ Ընդդիմություն ջան, դու կարաս այդ Իրանի հետ հարաբերություն կառուցես։ Դե եթե լիներ կկարողանար, բայց չկա։ Ալի Խոմենեի հուղարկավորությանը կարելի էր գնալ։ Չգիտեմ, այդ արդեն իրենց հարցրեք։ Կարող է իրենց չեն էլ հրավիրել։ Կամ կարող է գնացել են, չեմ իմանում, չգիտեմ։ Ընդդիմությունը ինձ հետաքրքիր չէ։ Ո՞վ է հետաքրքիր, բանը ասեմ։ Փաշինյանն է հետաքրքիր։ Ոչ։ Ցավոք սրտի այսօրվա դրությամբ Հայաստանում չկա անկախ խոշոր քաղաքական որևէ ուժ, որը ինքնուրույնաբար մտածում է եւ ինքնուրույնաբար գործում է։ Դա մեր եւ ձեր քաղաքական էլիտան է։ Եվ ձեր նշած տարածաշրջանային, եթե ոչ գեոպոլիտիկ հարցերը, այդ էլիտան է որոշելու եւ բանակցելու։ Ցավոք սրտի, մինչև որ չհայտնվի նոր քաղաքական մի որևէ ուժ, որը ձեռք կբերի հեղինակություն ժողովրդի մեջ եւ որը նաեւ կարողանա համախմբել ժողովրդին, հեսա է։ Եվ ցավոք սրտի այսօրվա իշխանությունը եւ այսօրվա ընդդիմությունը շահագրգռված չեն, որպեսզի առաջանա որևէ մեկ այլ ուժ։ Նրանք շահագրգռված չեն, իսկ Հայաստանը փոքր երկիր է եւ բավական հեշտ է վերահսկել քաղաքական դաշտը։ Մենք չունենք, չգիտեմ, միլիոնավոր 100 միլիոն, 200 միլիոն մարդ, որ հեշտ լինի այնտեղից քաղել ակտիվ, որը կարողանա ինքնուրույն այսպես ձևավորվել եւ առաջ գնալ։ Դժվար է։ Ավարտում ենք, հիմա ուզում եմ հասկանամ մեր անելիքը։ Մենք պետք է սպասենք, ասենք, դե Իրան ԱՄՆ-ի հետ կռիվ անում, այնա Սյունիքին վտանգ կա, Իրանը պահում է։ Ռուսաստանն էլ դե հիմա սանկցիաներն անում, դե ոչինչ։ Ծիրանի երկիր Իսպանիա կուղարկենք մեր Ծիրանը, ոչինչ, դե որտնաս կհասնի, որտնաս չի հասնի եւ այլն։ Մյուս կողմից էլ ինչ պետք է անի Հայաստանը։ Մենք Հայաստանի մասին խոսք, եթե Հայաստանը ինչ պիտի անի։ Եթե խոսքը ղեկավարության մասին է, եթե լիներ նորմալ ղեկավարություն, ինչ պետք է աներ, նախ պետք է այդ թրիփի ծրագրից հրաժարվեր, օրինակն եմ ասում։ Բայց ինքը չի հրաժարվող, իր վզին փաթաթել է դա։ Թրամփը կանչել է, ասել է պարոն Ալիև, պարոն Փաշինյան, պետք է լինի սա, վերջ։ Դա, եթե քո կյանքի հարցն է, դու չպետք է համաձայնվես։ Իսկ թրիփի իրականացումը Հայաստանի ոչնչացումն է։ Հասկանում եք, Փաշինյանը այսօր կանգնել է, ասում է, ես շատ ուրախ կլինեմ, օր առաջ սկսվի, այսինքն օր առաջ սկսվի Հայաստանի վերջնական կործանումը։ Մարդը ուրախ է։ Իսկ իրական ղեկավարը, եթե հայ լիներ, հայ մարդ լիներ, հասկանար որոշ բաներ, նաև նվիրված լիներ, սեփական շահը մի կողմ դներ, ասեր ինձ ինչ լինում է, թող լինի, բայց ես Հայաստանի հանուն Հայաստանի շահ պետք է ամեն կերպ մերժեմ այս ծրագիրը։ Գիտեք, մերժելու ձևեր կա։ Նախ այն սկզբից պետք է մերժեր, ասեր չէ, ընդդիմության հետ խոսեր, ընդդիմությանն ասեր ցույցեր արեք, չգիտեմ, էս աներ, այն աներ, ժողովրդին մեղրիում գնար ասեր ցույցեր արեք, ասեք ես դեմ եմ, տակից։ Մենք թույլ չենք տա։ Հետո գնար է սրանց ասեք, լսի, չեմ կարողանում։ Այս ժողովուրդս դեմ է,
գցեն ինձ էլ, ձեր ծրագիրն էլ չի իրականանա եւ այլն։ Հենվեր Իրանի վրա, որը դեմ է նույնպես այս ծրագրին։ Հենվեր կա, չէ, գերտերություն է։ Ամենամոտն է կանգնած այդ գերտերությունը մեզ։ Ռուսաստանից էլ ավելի մոտ է սահմանային առումով, Միացյալ Նահանգների մասին էլ չեմ խոսում, Եվրոպան էլ հաշիվ չի։ Եվրոպական զինված ուժեր որպես այդպիսին, որոնք կարողանան Հայաստանում ինչ-որ կերպ Հայաստանին պաշտպանել, չկա այդպիսի։ Եղավ բա, եվրոպացի դիտորդներն են պահում Սունիկը։ Այո։ Դա ուղղակի բան է, գիտեք, զավեշտի վերածած բաներ են, մեր ժողովրդի գլուխը ինչով ասես չեն լցրել։ Ինչով ասես, եւ այդ եվրոպացի դիտորդների եւ այս Թրամփի ուղի, չգիտեմ, խաղաղություն, այդ խաղաղությունով իբր անընդհատ խաղաղություն է, բայց հայկական ամեն ինչը ոչնչացվում է։ Հայաստանի բնակչությունը, Սյունիքի բնակչությունը պակասել է, օրինակ, գիտեք, վերջին 6-7 տարվա ընթացքում մոտ 10,000-ով Սյունիքի բնակչությունը պակասել է։ Ինչի մասին է խոսքը։ Եվ եթե այս տեմպերով շարունակվի, 10 տարի հետո 10-ով չէ 40-ով կպակասի։ Առանց այդ կիսադատարկ է երկիրը այնտեղ։ Այնպես որ անելիք իշխանությունը շատ բան ունի։ Հազար անգամ ասել ենք ինչ պիտի աներ, պիտի Հայաստանում ստեղծվեր ասկ բանակ մոդելով, այսինքն մեծաթիվ բանակ, մեծաթիվ ռեզերվ, մեծաթիվ աշխարհազոր, այս մոդելով մի համակարգ պիտի ստեղծվեր։ Հիմա նորից առանձին մի հաղորդման բան է, 1000 անգամ խոսել եմ ես այդ մասին, որոշ մարդիկ կան էլի խոսել են այդ մասին, բայց չի արվել։ Այդ թե ինչեր պետք է արվեին, եւ ճիշտ հակառակն է արվել, բանակի թիվը կրճատվել է, կտրուկ ենել, 2 տարուց իջեցվել է ժամկետային ծառայողների, ուրեմն ծառայության ժամկետը 1.5 տարվա, դրանով իսկ մոտավորապես 20-25%-ով պակասել է բանակի թիվը, խնդրեմ։ Եվ այլն, ուրիշ հազար ու մի բան կարող ենք խոսել, այնպես որ թե ինչեր կարելի անել, 1000 բան, այսպես կարելի է թվարկել, 1, 2, 3, 4, 5, 10, 20, 30 ակնհայտ բաներ են, բայց դա կարող է անել ազգային պետության, ազգային իշխանությունը, հայկական իշխանությունը, ոչ թե այսօրվա չկայացած պետության խամաճիկ իշխանությունը, խամաճիկ ղեկավարները, օտարի դրածոները, սրանք երբեք տես բան չեն կարող անել։ Ես հիմա վստահ եմ, պարոն Այվազյան, որ մեր վերընտրված իշխանությունները այս հաղորդումը լսելու են ու ձեզ զանգեն կապնվեն փորձագիտական, մասնագիտական խորհրդատվությամբ։ Ես ուրախ կլինեմ։ Իդեպ մի այդպիսի փորձ զարմանալիորեն եղավ 2 տարի առաջ էր, կարող եմ հիմա ասել այդ մասին, որտեղ հետաքրքիր էր Անդրանիկ Քոչարյանի ուրեմն մոտից զանգահարեցին իր աշխատակազմից, ասացին, որ բանակում ցանկանում են ներդնել պատվո վարքականոնի համակարգը։ Եվ քանի որ ես մշակել էի հայ զինվորականության պատվո վարքականոնը դեռևս 2000 թվականին լույս էր տեսել եւ այնտեղ գրել եմ այն ժամանակվանից, որ պետք է նմանատիպ համակարգ ստեղծվի Հայաստանում եւ այլն, դեռ այն ժամանակ Սերան Օհանյանը, երբ պաշտպանության նախարար էր, այդպիսի առաջարկություններ եմ արել, ներկայացրել եմ, սա այլ տեղից չի շարժվել, բայց այստեղ էլ բավական գնացի, հանդիպեցի, ասեցի, դե գիտեք, ասեցի, որ ես խիստ քննադատաբար եմ վերաբերվում ընդհանրապես ձեր իշխանությանը, ոնց որ թե ծանոթ չէր, չգիտեր, ինչքան հասկացա, դա էլ է հետաքրքիր։ Այսինքն, գիտեք, այն մյուս դաշտում ինչ է կատարվում, չեն հետևում, այն սեփական հյութերի մեջ են եփվում անընդհատ։ Եվ սա միայն բոլոր քաղաքական ուժերի, թույլ քաղաքական ուժերի բնույթն է։ Ուժեղ քաղաքական ուժը լավ հետևում է ընդհանուր դաշտին եւ փորձում է հասկանալ վերջը։ Վերջը այդ խոսակցություն եղավ, ասվեց, որ նաեւ այն ժամանակ զբաղվում է նաեւ այդ պատվո վարքականոնի հարցով եկեղեցու ներկայացուցիչը բանակում, այսինքն այդ գնդերեցների ղեկավարն է,
որ այդ հանձնարարությունը տրված է, ես ասեցին կհամագործակցեք, ասեցի, հա, թեև ես ձեզ քննադատում եմ, բայց սիրով կհամագործակցեմ բանակում հայ զինվորականության պատվո վարքականոնի համակարգ ստեղծելու հարցում գոնե կհամագործակցեմ, այն մյուս հարցերում կշարունակեմ ձեզ քննադատել, բայց այս կարևոր հարց է, եթե սկսեք։ Եվ ասացին, որ սկսում են, շատ լուրջ ասվեց, եւ իհարկե անհայտացան։ Եվ ոչ միայն այն հատացան, այլև այդ գնդերեցների ինստիտուտը ոչնչացվեց, որի ղեկավարը զբաղվում էր այդ համակարգի մշակման հարցերով, հասկանում եք, այսինքն հակառակ ուղղությամբ գնաց, իշխանությունը ինչը բնական էր, եւ դրա համար եմ ասում, զարմանալի էր, որ դիմեցին նմանատիպ հարցով, բայց այդ հարցը առաջ չէր կարող գնալ։ Ամեն դեպքում թույլ տվեք լավատես լինել, պարոն Այվազյան, ես կդիմեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էր այսօր մեր տաղավարում։ Սա Live Armenia YouTube-ն ալիքն է։ Շնորհակալ ենք ուշադրության համար, շնորհակալություն մեր ալիքին բաժանորդագրվելու համար եւ իհարկե առանձնահատուկ շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր միանում են մեր Patreon-ին, որի QR կոդը ահա տեսնում եք ձեր էկրաններին։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։